Ինչպես տեսանք, սիրելիներս, ես խոսում եմ իհարկե գիտակից մարդկանց հետ, նրանք ովքեր հոգևոր են։ Ես կարծում եմ այս օրերին Հայաստանում հոգևոր մարդ գտնելը, ինչպես թե դեզի մեջ ասեղ գտնելը, որովհետև դուք չեք հասկանում ամենաէլեմենտար բաները։ Հիմա տրնդեզով դուք ապացուցեցիք, որ դուք ուրացյալ ազգ եք։ Բոլոր ազգերը, քրիստոնյա ազգերը ունեն իրենց հեթանոսական ծեսերը, դա փաստորեն ի վերջո դիվապաշտություն է եղել իրենց բոլոր արտահայտությունների մեջ, բայց այդ ոչ քրիստոնյան է կատարում բաղամի խարույկա, եւ դա նվիրաբերված կրակ է, ինչ էլ որ դուք ասեք, այսինքն թե գրված է, որ կրակը եւ կրակի վրա թռչելը դա նվիրաբերված ծես է դևին, որին ուղեկցվում են երեխաների սպանություններ, եւ դուք ասում եք հիմա այդ բոլոր քահանաները կտրիչի տակ առանց կտրիչի բոլորը նույնն են ասում, որ դա կրակի սիրո սիմվոլն է, սիմվոլ մենք չունենք, մենք ունենք ծիսարան, մենք ունենք մեր կանոններ, մեր ուսուցումը, այդ նոր ուսուցում եք դուք հնարել, եւ ահա, իսկ ով ասաց, որ այս իրենց օթյակների մեջ սատանական չեն նվիրաբերում աբորտված երեխաներին, այսօրը, որը կոչվում էր իբր թե տիառն ընթառաջ, տիրոջը ընթառաջ գնալ, այդ ինչ է նշանակում, դուք գիտեք դա ինչ է նշանակում, կրակի վրա ցատկելը չէ, դա այն է, երբ որ Սիմոն Ծերունին եւ Մարգարոհի կար այնտեղ ծեր միանձնուհի, երբ որ Աստվածամայրը 40 օր հետո ստորենքի երեխային ներկայացնում են տաճարին, ինչպես թե երևի թե այնտեղ նաև գրանցում են, իրենք ունեն այս մատյանները տոհմական, եւ ահա Սիմոն Ծերունին ընթառաջ գնաց եւ գրկեց Մեսիային եւ առաջին անգամ հայտարարեց, որ դա Մեսիան է, նայեք, որ այդ երեք մոգերը, որոնք թագավորներ էին, աստղագետներ էին եւ հովիվներին անձնական հայտնություն տվեց Տերը, հրեշտակը նրանց ասաց, ահա ծնվել է փրկիչը, գնացեք երկրպագեք եւ նրանք գնացին տեսան եւ ապշեցին լույսերի մեջ այդ երեխան, որից հնարավոր չէ աչք կտրել, ներքին փայլ ուներ իր մեջ եւ ահա Սիմոն Ծերունին տաճարի մեջ, որտեղ հազարավոր մարդիկ են միշտ լինում, հայտարարեց, որ Մեսիան ծնվել է, որից հետո այդ լուրը հասավ Հերովդեսին, եւ դա կատակ չէր արդեն, նա հասկացավ, որ Մեսիան գալիս է ոչ թե ղևտացիներից, այլ Դավթից, ինչպես գրված է Սողոմոն Դավթի սամոսների մեջ, եւ ահա սկսեց նա հետապնդել եւ կատարեց երեխաների կոտորած եւ այլն, այսինքն դա մեծ խորհուրդ է, մենք ճանաչում ենք մանուկ Քրիստոսին այս պահից, որպես փրկիչ աշխարհի, որպես Մեսիա, եւ իհարկե ինչ է կատարվում, կատարվում է այն, որ դա եւս մի հայտնություն է, աստվածային հայտնություն է, որին միացավ նաեւ արդեն 33 տարեկանում Քրիստոս հայտնելով իրեն, երբ մկրտվեց Սուրբ Հովհաննես Մկրտչից եւ Աստված նորից բացահայտ երկնքից խոսեց բոլորի հետ։ Սրանք խորհուրդներ են, սիրելիներս, սրանց վրա է հիմնված մեր հավատքը եւ հոգեվոր հավատքը, քրիստոնեական, աստվածային հավատքը, աստվածային երկրպագությունը ոչ մի կապ չունի հեթանոսական սնոտիապաշտ ծեսերի հետ։ Դուք չեք կարող ժխտել, որ բոլոր այս կրակի օրջիները բոլոր հեթանոսական երկրներում եղել են։ Եվ մենք փաստորեն հայերս ապրելով պարսկական մասը պարսիկների հետ կրկնել է դա, բայց մենք երբեք հեթանոս չենք եղել, հիշեք դա, ձեզ խաբում են։ Սկզբում աթեիզմով էին խաբում ամեն ինչ, հիմա էլ սովետից հետո ձեզ ստեր են ասում, որ մեր ժողովուրդը եղել է իբր թե հեթանոսական ժողովուրդ։ Նորից մենք նույն զավակներն ենք,
գալիս ենք Սեմից, արմենները, նայիրիները, կա տարբեր ցեղեր կային։ Հայկը գալիս է Հաբետից, որը 600 տարի առաջ Քրիստոսից ինքը միացավ Բաբելոնը, լքեց Բաբելոնի հեթանոսությունը եւ ընտրեց Հայաստան հենց դրա համար, որտեղ մենք մեկ աստվածություն ենք պաշտում եւ մենք շատ սրտ կապի մեջ ենք եղել Սողոմոնի տաճարը հետ, Իսրայելը, այն ժամանակ հուդայական թագավորությունը, Սողոմոնի տաճարը ամբողջ աշխարհի մեկ աստվածություն ընդունողների համար էր, մշտապես մարդիկ գնում էին այնտեղ։ Եվ այն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ այսօր քահանան օրհնում է խարույկը եւ ժողովուրդը այնտեղ կատարում է խելագարության օրջիներ։ Գիտեք ինչ, քրիստոնեական եկեղեցու հետ կապված է միայն մի ուրախություն, երթարշավները դրոշակներով, որը վկայություն է, որ Քրիստոսը հաղթանակի միակ ուրեմն աշխարհը հաղթելու եւ ինքդ քեզ քո մեղքերը հաղթելու միակ հեղինակն է, միակ օգնությունն է, միակ փրկությունն է։ Բացի թե դա, քրիստոնեական ծեսերի մեջ ոչ մի օրջիներ, փարդիներ, այս կարգի ինչ-որ տոնախմբություններ աշխարհային գոյություն չունի։ Քրիստոնեություն նշանակում է քո անձնական կապը Քրիստոսի հետ ծնկած քո կատարում ես քո աղոթքը, քո խորհրդածությունը, քո ընթերցումը, ուրիշ ոչինչ։ Դրա համար է Տերը ասում. Դուր Աստծունը, ինչ որ Աստծունն է, դուք հիմա խառնել եք սիրելիներս։ Իհարկե, ես տեսա շատ գեղեցիկ բառեր, բայց այդ բարերը բոլորը այդ ամեն ինչ նվիրված չէ Աստծուն, որտեղ այնտեղ Աստծո պաշտամունք չկար, այլ նվիրված էր այս դևին, կարող եք Լուսիֆեր ասեք, Բաղամ ասեք, ամեն մի ազգի մեջ տարբեր անուններ էին, կարող եք Վահագն, չկա այդպիսի բան, մեզնում չի եղել, աստվածություն չի եղել, որ մասին ես ասեմ։ Հիմա զերադաշտական արմատներ ունի, Պարսկաստանից եկող այս կրակապաշտությունը եւ այո, միջև հիմա իրենք կրակ են պաշտում, արև են պաշտում, այդ մասին մեր սրբերը խոսել են եւ լուսավորչի առաջի գործներ, որ վերացներ այս կարգի հեթանոսական օրջիները։ Հիմա ինչ եմ ես հեթանոսից գնա Պարսկաստանում միացիր իրենց, Հայաստանը հեթանոսազգ չի եղել, բայց այս Գարեգին երկրորդ կոչվածը կեղծ կաթողիկոսը բերեց այս նոր դիսցիպլինը, ժողովուրդը օրջի է անում այս վառված խարույկի շուրջը կլոր գնալով, հենց դա նշանն է վհուկության, վհուկներն են այդ ուսանում եւ իհարկե նա կարող է աղոթք անել միտեղ, որ 10,000 աբորտված երեխա ունենք Հայաստանում ամենակիչ ամեն տարի։ Դա նվիրաբերվում է իրենք իրենց մասոնական սիմվոլներով կարող են դա անել։ Պարտադիր չի որ ձեզ ասի, բայց դա է ձևը։ Եվ ընդհանուր քրիստոնեական տեսողությամբ մեր եկեղեցիները բոլորը պղծված են, որտեղ դա կատարում է քահանան։ Հասկանում եք ինչ է լինում։ Եվ նրանք ովքեր մասնակից են այս օրջիներին, շատ ափսոսում եմ, ես գիտեմ Արտաշատի շրջանում մենք դա երբեք չենք արել։ Մեր եկեղեցում դա երբեք արտոնված չի եղել, բայց ես հիշում եմ, որ Արտաշատի շրջանում կային այս ընտանիքները, որ կատարում էին մասնավոր ձևով այս խարույկները եւ թռչելով խարույկի վրա եւ այս կարգի օրջիներ են կոչում դրանք սատանայական։ Եվ գիտեք ինչ, ես այդ ընտանիքի մեկ ընտանիք գիտեմ, որը սարսափել է հիվանդություններից, բոլորը վաղաժամ մահացան։ Եվ մեր ընտանիքի մեջ կար այդ խոսակցությունը, որ փաստորեն սրանք գործառում էին սատանայապաշտություն այդ խարույկի շնորհիվ։ Ես կարծում եմ, որ գիտեք ինչ, ազնիվ մարդը հասկանում է, որ դրա այդ երևույթի մեջ շատ կասկածելի բաներ կան։ Եվ հիմա նրանք ովքեր ընդունում են դա որպես նորմալ եւ գնում են եկեղեցին պղծված է, այդպիսի բան երբեք չի եղել մեր եկեղեցում։ Գարեգինի դեմ դուրս եկած այս քահանաները, սրբազաններ կոչվածները նույնպես անում էին դա։ Այսինքն Գարեգին այնտեղ է թե մեկ ուրիշն է այնտեղ,
արդեն ֆիլտրվել է եկեղեցու քահանապետությունը արդեն սատանայական է դրա համար այդքան մեղքերի մեջ են իրար են մեղադրում բայց դրանց փրկություն չկա պետք է բոլորը դուրս գան եկեղեցու ծառայությունից եւ գնան քարանձավներում ապաշխարեն եւ ժողովուրդը պետք է սա ըմբռնի հիմա դու գնում ես այդ եկեղեցին որը արդեն նվիրաբերված է սատանային որովհետեւ ամեն մի այսպիսի խարույկային այս օրիջիներից հետո սատանան գտնվում է արդեն եկեղեցում դուր բացել եք նրա առաջ եթե դուք հոգևոր տեսողություն ունենաք դուք կտեսնեք որ սատանան նաև եկեղեցում է եթե վավերական քահանա է նրա պատարակը վավերական է այսինքն թե Քրիստոս իջնում է խորանի վրա բայց դուք ոչ մի շահ չունեք այդ վավերական պատարակից որտեղ երկու տիրոջ չեք կարող ծառայել այսինքն դուք պետք է լինեք կանոնի համաձայն առաքելական որը արգելում է ամեն տեսակի սնոտիապաշտությունները եւ սատանայական ծեսերը այս տրնդեզը որը դրամդեզ է ոչ թե դառնանդ առաջ դուք չգիտեք ինչ էր անգամ այդ խորհուրդը ամսի 14-ին ես չգիտեմ միակ լավ հաշվեք 40 օր է անցնում այս երբեք դուք նշում հունվարի 6-ից մինչև 14-ը այնքան անգրագետ են որ անգամ 40 օրվա պահքը սկսում են իրենք ոչ թե փետրվարի 18-ից որ մինչև ծաղկազարդը անում է 40 օր այլ չգիտեմ փետրվարի 15-ից թե երբ լսեք ես զարմանում եմ մարդիկ այսքան ովքեր են սրանք ի վերջո լավ գիտակից մարդիկ բա չեն ասում ես ինչ է կատարվում ձեռեք առնում դուք մեզ հիմա նույն բանը ամեն ինչի մեջ այդպես է գիտություն անգրագիտություն խեղում կամ դիտմամբ են անում բայց եթե դու մտածող մարդ ես եւ էլեմենտար կրթություն ունես ինչպես ես դա այս բաները ընդունում եւ սատանան այնտեղ է դու աղոթում ես սատանան այնտեղ է դու աղոթում ես ասած լսում է քո աղոթքը բայց սատանան այնտեղ է եւ քեզ վրա ունի իր ազդեցություն ինչպես ահա գալիս ես դու եւ կաթվածահար ընկնում ես ահա պարզվում է որ քասկեղ ունես ահա պարզվում է որ շաքար ունես ահա պարզվում է որ ընտանիքիդ մեջ կռիվ է ինչի որտեղ ծառայել ես երկու տիրոջ սատանան այնտեղ է իրենք բացել են դռները Գայեգին երկրորդով դռները բաց է առաջ չկար ես վկայում եմ ես 87 թվից գնում եկեղեցի շատ խիստ էր բազգեն առաջինը այս քուրդ տականքը ձեր հոգիները կործանեց եւ կորցնում եք Հայաստանը գիտեք ինչ Աստված ուրացություն չի սիրում այդ ինչի մուսուլմանները այդքան հազոր են ի վերջո որովհետեւ իրենք ունեն սկզբունք եւ հարազատ են իրենց սկզբունքին դուք չունեք սկզբունք եւ դուք հարազատ չեք ոչ մի սկզբունքի կարող եք դուք սա հասկանալ այդ ես գիտեք ինչ երբ ես աշխատում եմ ասենք եղծ աղանդոցի վրա եւ աշխատում եմ ամենապարզ ու հասկանալի լեզվով որպեսզի մեր ժամանակակից մարդ հասկանա ինչի մասին է շատ բարդ տեքստ է բայց փառք Աստծո եւ փիլիսոփայության աստիճան ունեմ ինձ համար դժվար է բայց ես կարողանում եմ ճիշտ միտքը տալ եւ նայում եմ ոչ մեկը չի կարդում դուք պատկերացնում եք ինչ է կատարվում այսօր Հայաստանում գրագետ մարդ չկա սիրելիներս ապշեցուցիչ բան է եւ հիմա ես ինչ եմ ուզում ասել բացված եկեղեցու մեջ եթե դուք գնում եք իդեպ 15 թվի դեպքի առիթով ես խոսում եմ մի վարդապետի հետ 100 տարեկան վարդապետ էր պահակ էր աշխատում այդ չնայած եւ ինքը ինձ ասաց դու իմացիր որ ցեղասպանությունը հենց այնպես չպատահեց դա Աստծո պատիժն էր ինչու որովհետեւ մուսուլմանները էին խառնվել տրնդեզ էին անում եւ գնում էին մեջիդ եւ դրանք էին գալիս մեր եկեղեցի լավ խառնված վիճակ էր այսպես ասաց ինքը եւ ասաց ով որ ուղղափառ մնաց ով որ մնաց հարազատ իր ճշմարիտ հավատքին Աստված նրանց հանեց բոլորին ես հիշում եմ ինքը պարզ ասաց դա եւ ես մտածեցի որ իհարկե Աստված թույլ չէր տա մեր ժողովրդի կոտորածը եթե այդ ձևով միայն հնարավոր չէր փրկել նրանց հոգիները նույնն էլ Ղարաբաղում այդ զոհված տղաները որ հայրենասիրությամբ գնացին բոլոր փրկվել են ձեզ ուրիշ երկ չկա փրկության դուք կամ պիտի ծանր հիվանդություններով փրկվեք կամ պիտի գնդակից ընկնեք որովհետև հիմա այդքան ապելություն ու խառնաշփոթ կա որովհետև դուք ծառայում եք երկու տիրոջը դուք ուղղափառ հավատք չունեք
Եվ այս գզվրտոցը գարեգինեն հանելու ոչ մի օգուտ չի տալու, որովհետև այնտեղ այլևս սուրբ մարդ չկա, սիրելիներս, որն հիմա իմ շատ լուրջ խորհուրդը ձեզ, պիտի չմտնեք եկեղեցի։ Հայ այս առաքելական եկեղեցիները փաստորեն, բացի Տեր Գյուրեղից, որը խոսում էր Բարսազեն, մնացած բոլորը կատարում են այս սատանայական ծեսերը եւ դռները բացել են սատանայի առաջ։ Օգուտ չկա, իլիսիտ է կոչվում, այսինքն եթե այնտեղ կատարում նույնը կաթոլիկ ժամանակակից եկեղեցիներում է վավերական է ծեսը մնում, սուրբ հաղորդությունը, բայց արդյունք չունի, չի սրբացնում քեզ, որովհետև դու ունես նաև սատանայի ազդեցությունը միաժամանակ, դա է հոգևորությունը, սիրելիներս։ Եվ դուք պետք է սա հասկանաք, նրանք ովքեր տեսողություն ունեն, պիտի զգան, պիտի հասկանան, որ գնում են եկեղեցի եւ այնտեղ սատանան ներկա է, կանգնած է։ Եվ ահա գնացեք կաթոլիկ, հայ կաթոլիկ եկեղեցի, իրենք դա չեն անում։ Այսինքն թե Վատիկանի տակ գտնվող եկեղեցիներ կան, ինչպես օրինակ ուկրաինական բյուզանդական եկեղեցին, որոնց հետ ես շատ մտերիմ եմ, բայց սրբության աստիճանը չէ, ինչ որ ես տեսնում լատին ծեսի SSPX-ում, բայց ես գնում եմ երբեմն։ Դուք բացասակապես ողջ չդնեք այս առաքելական կոչվող եկեղեցում։ Կտրիչը այնտեղ է, թե այնտեղ չէ, եկեղեցիները պաղծված են։ Եվ հիմա դուք պետք է գնաք կաթոլիկ եկեղեցի։ Չհասկացա, այդ ոնց է ես 4 ժամ ճանապարհորդում եմ Սան Պեդրո, որ գնամ եւ հրաշքներ եմ տեսնում, ամեն անգամ եւ խոստովանում եմ, նորածնվում եմ եւ հազոր եմ ես հոգով, ինձ ընկճվել չկա, հիվանդանալ ի վերջո չկա, եթե կա մանր բաներ են։ Ինչու՞, որովհետեւ ես ամենական մտածում եմ իմ հավատքի մաքրությունը պահել եւ Աստված չի ուզում որ դուք տառապես, Աստված ուզում է որ բնական մահով մահանաս երբ որ ժամանակը գա եւ ահա այս առաքելական կոչվող գարեգինի տակ եկեղեցիներից ոչ մի քահանա չի պայքարում եկեղեցու ուղղափառության եւ սրբության համար, նրանք բացել են եկեղեցին, հետեւաբար դուք պիտի չգնաք այնտեղ։ Գնացեք կաթոլիկ եկեղեցի, կարծեմ կա Երևանում միտեղ, հետաքրքրվեց իմացեք կամ Գյումրիի շրջաններում կա, գնացեք ճանապարհորդեք, ավելի լավ ամիսը մեկ անգամ գնաք, խոստովանվեք, իրական սրանց վավերական ձեռնադրությունը, իրենք ձեռնադրությունը, որը գալիս է ի վերջո լուսավորչի շղթայից, իրենք պարզապես ազատվեցին, որովհետև այլևս հնարավոր չէր թուրքերի դեմ թուրքերի տակ միաբնակներն էին իրենց հալածում, ի վերջո դաշնակները եկան, գրավեցին եկեղեցին եւ 19-րդ դարի վերջից սկսած փաստորեն այս կաթոլիկները լրիվ անջատվեցին, այսպես կոչված այս առաքելական եկեղեցուց, բայց դեռ եկեղեցին գրավված չէր այս աստիճան, հիմա բացահայտ է դա։ Եթե գնաք այս տրնդեզ անող քահանաների մոտ, դուք չեք օրհնվելու սիրելիներս, ձեզ սպասում է շատ դառը կյանք։ Մի անգամից կարող եմ ասել, կարող եք կաթվածահար ընկնել, կարող եմ ես ձեզ այստեղ պատմել, որովհետև դա է, երբ որ դու միանում ես հեթանոսների պաշտամունքին, հիմնականում կաթված է գալիս։ Հիմա շատ գեղեցիկ պարում էին ժողովուրդը, ես բավականին ուշադիր նայեցի, շատ գեղեցիկ տոնախմբություն է, բայց դա պետք է քրիստոնեական տոների հետ չկապվի, նորից քրիստոնեական տոնը դա ծնկել է, խոնարհում է, մտածողություն է, խոստովանություն է, ապաշխարենք, ուրիշ ոչինչ, օրիջինալ չէ, ոչ մի տոնախմբություն չկապել քրիստոնեական տոների հետ, դա ուրիշ պատմություն է։ Իրենք դա անում են, որ դուք ձեր պարզ եւ կարճ խելքով գտաք միանակի փրթե եկեղեցուն, բայց դա ձեր մահն է։ Ես չեմ ասում տերակատարություններ մի արեք առանձին, մենք Հոլիվուդում մշտապես ունենք հենց Հոլիվուդի վրա տոնակատարություններ, տարբեր առիթներով,
Դու կարող եք պետական տոների առուտներ, մայրական մոր տոնը, ինչու մայրական տոնի ժամանակ, որ գալիս է հիմա, չեք անում այդ, ոչ թե խառույկ, այլ ամբողջ այդ քաղաքի փողոցներով երգեք, պարեք, ուրախացեք նվիրված մայրերին, սա ազնիվ է, դուք հիմա ինչ է, քուրդ կտրիչով եք շարժվում, և այդ քահանաները, դրա համար որ մեկին դեմքին անես, ոնց որ սատանա լինի, գիտեք այն մարդու վրայից, եթե նա սուրբ է, իր սրբությունը կաթում է, և այս սիրելիներ, իմ ասածը սա է, այս տարի մանավանդ ավելի կատաղած, երևի թե սատանան կատաղել է, որովհետև այս սատանիստները, որ կտրիչի ձեռքի տակ են, նրանք ձեր կործանումը արագացնում են, իրենք չեն փրկվում, և ձեզ է փաստորեն խելագարացնում են, և այս պայից սկսած ձեր ընտանիքներում բոլորին դժբախտություն է գալու։ Ես ես չեմ նախեցնում, ես ես ճշմարտությունն եմ ասում, երկու տիրոջ չեք կարող ծառայել, սուտ են ասում, որ կրակը դա սիրոյի խորհրդանիշ է, կրակը սիրո խորհրդանիշը չէ, Սուրբ Հոգու կրակն է, Սուրբ Հոգի հուրը, դուք չգիտեք դա ինչ է, սա ֆիզիկական կրակ է, նվիրաբերված սատանային, և դրա հետ գաղտնի ծեսեր են անում, աբորտներն են նաև նվիրում, նույն էֆեկտը ունի, սրանով եկեղեցու հետ կապված ծես է, եկեղեցու դռներից սատանան ներս է մտել, դա պիտի ձեզ վրա թանկ նստի, չմտնեք հայ առաքելական կոչվող եկեղեցին, սովետի ժամանակ եկեղեցին օրինականը և վավերական, այսօր քուրդ կտրիչի բերած այս օրջիներով եկեղեցին դարձավ անվավեր և շատ վտանգավոր, գնացեք կաթոլիկ եկեղեցի կամ ռուս ուղղափառ եկեղեցի, այստեղ ազգային հարցը չէ, այստեղ քո անձնական փրկության, անձնական առողջության և անձնական սրբության հարցն է, ամեն